Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այս ամբիոնից մեր ընդդիմադիր գործընկերները խոսում են Ալիևի PR ընկերությունից։ Սա գիտեք որ դեպքն է, երբ որ ժողովրդի ասած հայտնի խոսքով սելը ճռռալում, սել որն է ճռռում։ Տիկին Վարդանյան, կարծեմ դուք եք այդ հրաշք միտքը արտաբերողը։ Հələ մի հատ եկեք հասկանանք էլի, ով է իրականացնում Ալիևի PR ընկերության աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում։ Ստիպված եմ ձեզ հիշեցնել 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, թե ինչպես էին ձեր գովազդային հոլովակներում ցուցադրվում թուրքական բայրակթարներով հայ զինվորների սպանությունները։ Հələ մի հատ եկեք հասկանանք էլի, ով է այս դալիճում Ալիևի PR ընկերությունը ներկայացնում։ Այս շարքերում նստած են մարդիկ, ովքեր իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդային հոլովակներով ցուցադրում էին, թե ինչպես է ցեղասպանության զոհերի հուշահամալիրը մզկիթի վերածվում։ Այս մարդիկ իրենց նախընտրական քարոզարշավի ողջ առանցքն ու շեշտը դարձրել են 300,000 ինչ-որ ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ իրենց ձևակերպման վերադարձի խնդիրը։ Ժողովուրդ, Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանի Հանրապետությունում կարող է գովազդվել թուրքական բայրակթարներով հայ զինվորների սպանությունը։ Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մզկիթ դառնալու process-ը։ Չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ վերադարձի հարցը։ Ովքեր են խոսում էլի Ալիևի PR ընկերությունից։ Խոսում են Սահմանադրության հանրաքվեից, Ալիևի Սահմանադրություն, Ալիևի պահանջով նոր Սահմանադրություն եք բերում Հայաստանի Հանրապետություն, փորձում եք փաթաթել քաղաքացիների վզին։ Ժողովուրդ, բացեք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը, որտեղ վարչապետը հուլիսի 5-ի դրությամբ 2020 թվականին խոսում էր նոր Սահմանադրության մասին։ Ուր էր այդ ժամանակ Ալիևը։ Իմիջայլոց, այդ ժամանակ դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմը չէր եղել, որ հիմա գաք մատի փաթաթան սարքեք, դե ասեք պատերազմը պարտվել է, Ալիևը պարտադրում էր նոր սահմանադրություն։ Իսկ իրականում գիտեք ինչի համար եք պայքարում սահմանադրական փոփոխությունների ու նոր սահմանադրության դեմ։ Մի պարզ պատճառով, որովհետև աշխարհ քաղաքական կենտրոնից, կայսրությունից ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ։ Նոր սահմանադրության դեմ պայքարելու։ Ինչի համար, որովհետև այս սահմանադրությունը, որը գործում է հիմա Հայաստանի Հանրապետությունում, բացառապես այդ աշխարհ քաղաքական կենտրոնի շահերից է բխում։ Ու սա ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերի տակ դրված։ Մի պարզ պատճառով, որովհետև այս սահմանադրությունով Հայաստանին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու այո, վտանգի տակ դնել Հայաստանի պետականությունը։ Այս ամբիոնից անդադես մարդիկ մոտենում են, խոսում են ինչ-որ հայոց հայրապետի, այսպես կոչված, վեհափառի մասին։ Անընդունելի են համարում այդ անվան տակ թաքնված մարդու հանդեպ ներկայացված դատական հայցը։ Ժողովուրդ, բա ընդունելի է ձեզ համար, երբ որ 2020 թվականի պատերազմից հետո այդ նույն անձը մտել էր քաղաքականություն ու պահանջում էր վարչապետի հրաժարականը։ Չէ, ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այն ժամանակ, երբ որ ասում ենք սա ինչ է, սա անընդունելի է, էլի, ոնց կարող է այդ անձը իրեն թույլ տալ վարչապետի հրաժարական պահանջել, այն ժամանակ ասում են, չէ, ինչ եք ասում, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բա ձեր ասած Գարեգին Բ-ն, նույն քաղաքացի ինքը, Կտրիչ Ներսիսյանը, երբ որ այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, բա հիմա դատարանում հայտնվելուց էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Թե ձեր իմացած քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը, երբ ձեզ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այդ փոքրիկ չարաճճիությունները վերջացրեք։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, ձեռքով չխոսակ։ Վերջացրեք, հարգելի գործընկերներ։ Պաթետիկ ելույթներից հետո այն օրը այս ամբիոնից ուղևորվեցիք Էջմիածին, դատարանի դիմաց ականջ ծակող հայտարարություն արեցիք։ Հայ ժողովուրդն է ընտրել հայոց հայրապետին։ Պարոն Կարապետյան, այդ երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Հələ մի հատ եկեք հասկանանք, ժողովուրդ ջան։ Այս շարքերում իմ գործընկերներից որից մեկը մասնակցել է այդ ընտրությանը։
Այդ ընտրությունը երբ է եղել, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին, խնդրում եմ ասեք։ Դուք մասնակցել եք, պարոն Քոչարյան։ Գարեգին առաջինին ընտրել եք, իսկ այս Կտրիշ Ներսիսյանին որպես կաթողիկոս ընտրել եք։ Պարոն Կարապետյան, խնդրում եմ նշել այն իրավական ակտը, որը ձեր պնդմամբ փաստում է նրա մասին, որ հայ ժողովուրդը ընտրել է հայոց հայրապետին։ Եկեք այս ամբիոնից հələ ցույց տվեք էլի այդ իրավական ակտը, կամ հակառակ տրամաբանությունն է աշխատում։ Ես լսում եմ ով ինչ է ասում, մի խանգարեք, մի ինչ ամտեք։ Պարոն Կարապետյան, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին, կամ հակառակ տրամաբանությունն է, չէ՞ այս դեպքում աշխատում։ Եթե հայ ժողովուրդը այդ անձին չի ընտրել որպես հայոց հայրապետ, հետևաբար այդ անձը չի կարող հանդիսանալ հայոց հայրապետ։ Ես վստահ եմ իմ գործընկերներից եւ ոչ մեկ այդ ընտրության մասին չի իմացել, չի էլ մասնակցել։ Տեղից մի խոսեք։ Տեղից մի խոսեք, պարոն Մանուկյան։ Վստահ եմ նախագահությունում ներկա հարգելի գործընկերներն էլ այդ ընտրությանը չեն մասնակցել եւ Ես դրա մասին 9 տարեկան չեմ մասնակցել, պարոն Կոնջոյան, չգիտեմ քանի տարեկան է։ Եվ բացի դրանից, եկեք մի բան էլ հասկանանք, էլի, ժողովուրդ, դուք եկել եք փոքրիկ չարաճճիություններով, սեղանին դմդմբացնելով, փորձում եք ինչ-որ անձի պաշտպան կանգնել, եկեք հələ մի հատ հասկանանք, էլի, դուք ում եք ուզում ընդհանրապես պաշտպանել։ Այդ անձը մինչ օրս չի հերքել, որ ինքը զավակ ունի։ Առնվազն զավակ, եթե ոչ զավակներ, դուք ինչի համար եք պայքարում։ Ում համար եք պայքարում։ DVD համար են պայքարում։ Բացի դրանից, այդ անձի եղբայրը Եզրաս անունով մինչ օրս չի հերքել, որ ունի զավակ, ունի կին։ Ինչպես նաև բազմաթիվ են այն տեղեկությունները, որ հայ եկեղեցու տարածքում Մոսկվայում այդ անձը զբաղված է բրենդային հագուստի արտադրությամբ, բիզնեսով։ Նույն այդ անձը մինչ օրս չի հերքել, որ հանդիսանում է KGB-ի գործակալ, ասեմ ձեզ հակառակը, փորձել է բացատրություններ տալ, թե ինչպես է դարձել KGB-ի գործակալ։ Հիմա եկել եք դուք մեզնից ում եք ուզում պաշտպանեք։ Բազմազավակ Կտրիշ Ներսիսյանին, թե KGB-ի գործակալ Եզրասին։ Շնորհակալ եմ։